Օրեր առաջ շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված բուժքրոջ վիճակը սկսել է բարելավել։ Ընկերությունից լրատվամիջոցներին փոխանցել են, որ բուժքույրը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, բայց թոքերի արհեստական օդափոխության սարքն անջատել են։ Ինքնուրույն է շնչում, խոսում է։ Իսկ վարորդին առաջիկա օրերին դուրս կգրեն։ Հիշեցնենք, ապրիլի 8-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Մայրաքաղաքի Թամանցիներ փողոցում, շտապօգնության մեքենան բախվել էր Երկաթե Էլեկտրասյանը։ Բժիշկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր։ Բուժքրոջ վիճակը ծանր էր, իսկ վարորդի կողմն էր ջարդվել։ Հայաստանի ու վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր վարկային համաձայնագրի շրջանակում բանկը նախատեսում է Հայաստանին 102 միլիոն եվրո վարկ տրամադրել։ Ծրագրի նպատակը ըստ առողջապահության փոխնախարարի առաջնային առողջապահության որակի ոլորտում պետական ծախսերի արդյունավետության բարելավումն է։ Ծրագիրը գործելու է մինչև 2029 թվականի սեպտեմբերի 30-ը։ Նախատեսում են փողն օգտագործել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով։ Վարկը լողացող է, մարման ժամկետը 25 տարի, որից 15-ը արտոնյալ։ Գոյ թատրոնը պահպանեց ինքնությունը, դատարանը հետ է վերադարձրել իրավահաջորդ ճանաչելու փորձը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։ Նրա խոսքով վերաքննիչ վարչական դատարանը հետ է վերադարձրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին Գոյ թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը, նաև սահմանել, որ կառչման մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Սա նշանակում է Գոյ թատրոնի իրավաբանական ինքնությունը չի վիճարկվում եւ հստակ հիմք է տալիս խոսելու շատ ավելի խորքային հարցերի մասին, գրել է Արզումանյանը։ 6 ամսվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարան է այցելել 55837 մարդ դիտելու Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ բացառիկ միջազգային ցուցահանդեսը։ Հեղինակավոր բրիտանական թանգարանում պահվող Անահիտ Աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը առաջին անգամ են Հայաստանում ցուցադրվել։ Ցուցադրության շրջանակում կազմակերպվել են կրթական ծրագրեր, հրատարակվել է ցուցահանդեսի անգլերեն պատկերագիրքը, ընթացքում է նաև հայերեն պատկերագրքի պատրաստումը։ Այս տարի ըստ թանգարանի տնօրենի նախատեսում են ցուցահանդես Լուվրի հետ։ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստի ազգային թատրոնի ռոտոնդասրահում տեղի է ունեցել հայ կինը ցեղասպանության զոհ եւ հերոս եւ Ստրունգա հայ որբերի նոր տունը խորագրերով ցուցադրությունների բացման արարողությունը։ Առաջին ցուցադրությունը հայ կանանց խիզախության եւ տառապանքի մասին է հայոց ցեղասպանության օրերին։ Լուսանկարների, պատմությունների եւ վկայությունների միջոցով բացահայտվում են այն կանանց դեմքերն ու ճակատագրերը, որոնք պայքարել են գոյատևելու համար։ Երկրորդ ցուցադրությունը Ռումինիայի Ստրունգա գյուղի հայկական որբանոցի մասին է, որը հիմնադրվել է 1923-ին ռումինահայ համայնքի նախաձեռնությամբ եւ ռումինական կառավարության աջակցությամբ։ Ցեղասպանությունից փրկված 200 երեխա ապաստան է գտել այդ հյուրընկալ անկյունում եւ կյանքը շարունակելու նոր հնարավորություն ստացել։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։